Ես Թոնի Վալելոնգան եմ։ Մարդիկ ինձ Լիպ էին ասում։ 1962 թվականն էր։ Ես ապրում էի Նյու Յորքում, աշխատում էի գիշերային ակումբում, որպես թիկնապահ ու կարգ ու կանոնի պատասխանատու։ Իմ կյանքը պարզ էր։ Ընտանիք, աշխատանք, ընկերներ, իտալական հարևանություն և իմ սեփական կանոնները։ Մի օր ակումբը փակվեց վերանորոգման համար, և ես գործազուրկ մնացի։ Տանը կնոջս, Դոլորեսի ու 2 երեխաներիս հետ գումարի կարիք ունեինք։ Ես պետք է աշխատանք գտնեի, ինչ էլ լիներ։ Ինձ առաջարկեցին հանդիպել մի դոկտորի հետ։ Ասացին, նա երաժիշտ է և վարորդ է փնտրում։ Երբ մտա նրա շքեղ բնակարանն ու առաջին անգամ տեսա նրան, անկեղծ ասած շոկի մեջ ընկա։ Նա սևամորթ էր։ Բայց ոչ պարզապես սևամորթ։ Նա բարձրագույն կրթությամբ, անգլիական ոճով խոսող, դասական դաշնակահար էր։ Նրա անունը Դոն Շիրլի էր։ Նա պատրաստվում էր համերգային շրջագայության Ամերիկայի հարավային նահանգներում և պետք էր մեկը, ով կվարեր մեքենան և անհրաժեշտության դեպքում կհոգար խնդիրների մասին։ Ես կոպիտ էի, ուղիղ, փողոցային։ Նա նրբագեղ, չափազանց կիրթ ու զուսպ։ Մենք տարբեր աշխարհներից էինք։ Բայց փողը լավ էր։ Ու ես համաձայնեցի։ Մեզ տվեցին մի փոքրիկ գիրք։ Այն կոչվում էր «Սևամորթ վարորդների կանաչ գիրքը»։ Այդ գիրքը ցույց էր տալիս, թե հարավում որտեղ կարող են սևամորթները մնալ, ուտել կամ բենզին լցնել առանց վտանգի։ Ես առաջին անգամ էի հասկանում, թե իրականում ինչպիսի երկիր էր սա։ Հյուսիսում ես ապրում էի իմ փոքրիկ իտալական աշխարհում։ Բայց հարավում կանոնները այլ էին։ Մենք ճանապարհ ընկանք։ Առաջին օրերը լարված էին։ Նա ինձ ուղղում էր խոսքիս մեջ, քննադատում էր ինձ, իմ գրագիտությունը։ Ես ծիծաղում էի նրա կրթված պահվածքի վրա։ Մենք վիճում էինք երաժշտության, սննդի, լեզվի շուրջ։ Մի օր ես հարցրի, ինչու ես դու նվագում նրանց համար, ովքեր քեզ ատում են։ Նա լուռ մնաց։ Հետո ասաց. որովհետև հանճարը պետք է հաղթի նախապաշարմունքին։ Ես չէի հասկանում նրան։ Երբ հասանք հարավ, ամեն ինչ փոխվեց։ Շքեղ հյուրանոցներում Դոնին թույլ չէին տալիս մնալ, չնայած նա էր երեկոյի աստղը։ Նա նվագում էր սպիտակների համար, բայց ուտել ստիպված էր խոհանոցում։ Մի անգամ նույնիսկ նրան չթողեցին օգտվել զուգարանից։ Ես սկսեցի բարկանալ։ Սկզբում ես պարզապես կատարում էի իմ գործը։ Բայց երբ տեսա, թե ինչպես են նրան ստորացնում, ինչ-որ բան փոխվեց ներսումս։ Ես սկսեցի պաշտպանել նրան, ոչ թե որպես գործատուի, այլ որպես մարդու։ Մի գիշեր նրան ձերբակալեցին, պարզապես որովհետև նստել էր սխալ բարում։ Ես ներխուժեցի ոստիկանություն, զանգահարեցի ազդեցիկ մարդկանց։ Այդ պահին հասկացա, ես պատասխանատու եմ նրա կյանքի համար։ Ճանապարհին նա սկսեց օգնել ինձ նամակներ գրել կնոջս։ Ես խոսում էի փողոցային լեզվով, նա՝ պոետիկ։ Նա սովորեցրեց ինձ բառեր, ես սովորեցրի նրան, ինչպես ուտել տապակած հավ ձեռքով։ Մենք ծիծաղեցինք։ Առաջին անգամ ես տեսա, որ նա միայնակ է։ Նա չէր պատկանում ոչ սևերի, ոչ սպիտակների աշխարհին։ Նա չափազանց կիրթ էր իր սևերի համայնքի համար, բայց երբեք լիովին ընդունված չէր սպիտակների կողմից։ Մի օր նա ասաց. Եթե ես բավարար սև չեմ սևերի համար և բավարար սպիտակ չեմ սպիտակների համար, ապա ով եմ ես, Թոնի։ Ես պատասխան չունեի։ Բայց ես սկսեցի հարգել նրան։ Հյուսիսային Կարոլինայում ամեն ինչ հասավ գագաթնակետին։ Մի շքեղ ակումբում նրան թույլ էին տվել նվագել, բայց հրաժարվեցին սպասարկել ճաշով նույն սրահում։ Ես առաջարկեցի, նվագի ու վերցնենք փողը։ Նա հրաժարվեց։ Կամ ամբողջական հարգանք, կամ ոչինչ։ Մենք հեռացանք։ Ես մտածում էի փողի մասին։ Նա մտածում էր արժանապատվության մասին։ Վերջում մենք հայտնվեցինք սևամորթների փոքրիկ բարում։ Այնտեղ նա նվագեց դաշնամուր, առանց ձևականությունների։ Մարդիկ պարում էին, ծափահարում, ուրախանում։ Այդտեղ ես առաջին անգամ տեսա նրան ազատ։ Ճանապարհի վերջում մենք այլ մարդիկ էինք։ Ես այլևս չէի տեսնում նրա մաշկի գույնը։ Ես տեսնում էի ընկերոջս։ Նա ինձ օգնեց դառնալ ավելի լայն մտածող մարդ։
Ես նրան օգնեցի զգալ, որ միայնակ չէ։ Երբ վերջապես վերադարձա տուն, Սուրբ Ծննդյան երեկոյան, ընտանիքս սեղանի շուրջ էր։ Ես պատմում էի ճանապարհի մասին։ Հանկարծ դուռը թակեցին։ Դոն Շիրլին էր։ Ես հրավիրեցի նրան ներս։ Իմ իտալական մեծ ընտանիքը ընդունեց նրան։ Եվ այդ պահին հասկացա, աշխարհը փոխվում է փոքր քայլերով։ Ես սկսեցի այս ճանապարհը փողի համար։ Ես ավարտեցի այն, ընկեր ձեռք բերելով։ 1962 թվականին Ամերիկան բաժանված էր։ Բայց մեքենայի մեջ երկու տարբեր աշխարհներից եկած մարդիկ կարողացան գտնել ընդհանուր լեզու։ Երբեմն ամենամեծ ճանապարհորդությունը ոչ թե քարտեզի վրա է, այլ ներսում։ Ես Թոնի Լիպն եմ։ Եվ սա այն պատմությունն էր, որն ինձ փոխեց ամբողջ կյանքում։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք։ Սեղմեք հավանել կոճակը և կիսվեք ընկերների հետ։